Փաշինյանն ու Ալիևը դարձյալ հանդիպել են, այս անգամ Դանիայում։ Այդ մասին կառավարությունը տարածել է հաղորդագրություն, բայց հանդիպման մասին ոչ մի նորմալ ինֆորմացիա չկա։ Նախորդ հանդիպումների նման ամբովանդակ հաղորդագրություն։ Կողմերն ընդգծել են պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը։ Կողմերը կարևորել են, կողմերը քննարկել են, կողմերը մտքեր են փոխանակել, կողմերը ողջունել են եւ այլն։ Այս կարգի է այդ ամբողջ հաղորդագրությունը։ Նախորդ հանդիպումների ժամանակ էլ այսպիսի անդեմ բաներ էին տարածում։ Ողջունում ենք, կարևորում ենք, ընդգծում ենք, վերահաստատում ենք եւ այլն։ Իսկ վերջում նախաստորագրեցին Ադրբեջանի պարտադրած թուղթը։ Ասաց Ադրբեջանը, մենք ուղարկել ենք կետերը, Հայաստանը խմբագրել է, նորից նույնը ուղարկել ենք, էլի խմբագրել է, բայց ի վերջո ընդունել է։ Ասում եմ, կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը։ Ինչ է դա։ Պարզաբանող կլինի, վստահություն ձևավորող միջոցառումները այդ կոնկրետ ինչ են։ Մեր ընկալումը այնպիսին է, որ վստահություն ձևավորելու համար Ադրբեջանը պահանջում է, որ սահմանադրություն փոխես, պահանջում է, որ բանակի թիվը կրճատես, պահանջում է, որ զենք այլևս ձեռք չբերես, պահանջում է, որ Փաշինյանը բոլոր ամբիոններից հայտարարի, որ արցախցիներին Արցախ վերադարձնել չեն էլ պատրաստվում, չեն քննարկում այդ հարցը։ Դու դրանք համաձայնում ես, որպեսզի իր մոտ վստահություն առաջանա, որ այո, դու իսկապես հանձնված ես։ Իսկ ինչ է անում նա վստահության մթնոլորտի համար, ինչպես որ մինչ այս ամեն ինչը տեղի ունեցել միակողմանի, նույնը եւ հիմա է։ Ադրբեջանը, որ ակտիվորեն զինվում է ու առանց թաքնվելու, բա վստահության մթնոլորտը էլ ուր մնաց։